Շնորհակալություն, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ։ Տիկին Վարդանյան, նախընտրական քարոզարշավի մասին անկեղծորեն խնդրում եմ, եկեք դուք մի խոսեք։ Անկեղծորեն եմ խնդրում, որովհետև երբ որ խոսում եք նախընտրական քարոզարշավի մասին, ակամայից աչքերիս առաջ է գալիս ձեր խմբակցության, ձեր դաշինքի կողմից պատրաստված են հոլովակը, որտեղ որ ծիծեռնակաբերդը մզկիթ է դառնում։ Չգիտեմ, դա ձեր ցանկությամբ է պայմանավորված եղել, էսթետիկ ճաշակով է պայմանավորված եղել, թե ինչով է պայմանավորված եղել Տիկին Վարդանյան, բայց իմ ընկեր ԿՊ վարչության անդամ եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրում եւ հորդորում եմ, եթե հանկարծ նմանատիպ շինթույլտվության դիմում ստանա Հայաստան դաշինքի կողմից, որ օրինակ ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն, մերժի անպայման այդ դիմումը, չնայած վստահ եմ, որ առանց դրա էլ մերժելու է, բայց եթե այդ շինթույլտվության դիմումը ներկայացնելու լինեք, միած տեղից եկեք հայտարարեք դրա մասին, հիշեցնեմ, որ ձեր դաշինքը առհասարակ աչքի է ընկնում նախընտրական ֆանտաստիկ հոլովակներով, էլի տենց վատ իմաստով ֆանտաստիկ, որտեղ նախորդ ընտրություններին էլ հիշեցնեմ, ձեր նախընտրական հոլովակներում դուք ցուցադրում էիք բայրակթարներից հայ զինվորների սպանության կադրերը։ Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե մարդ ինչ պետք է զգա, որ ուզենա այդ կադրերը ցուցադրի իր նախընտրական հոլովակում։ Հիմա էլ դա ու եկել եք այստեղից ասում եք, բա ինչ կա։ Դե ես էլ այն կարծիքին եմ, որ դա եղել է ձեր նախընտրական խոստումը ու ձեր նախընտրական խոստումը չեք կատարելու։ Այդ շինթույլտվության համար, որ դիմեք, մերժվելու եք, հարգելի գործընկերներ։ Ինչևէ, այստեղից խոսում եք սպառնալիքներին դիմագրավելու մասին Տիկին Վարդանյան։ Նախ մի կոմպլիմենտ անեմ Տիկին Վարդանյան, ես անկեղծորեն կարծում եմ, որ Ագնես Ախամոյանից հետո երկրորդ լավագույն քաղաքական միտքը ձեր խմբակցությունում ձերն է։ Ասեմ ինչի։ Տիկին Վարդանյանը ունի շատ ճկուն եւ օպերատիվ միտք, ու ինքը շատ լավ կարողանում է բերել շատ ճիշտ պահի այն փաստարկները, որոնք որ իրանք ունեն, ու Տիկին Վարդանյանի ամբողջ խնդիրը իրանց գաղափարախոսությունն է ու այն փաստարկները, որոնք որ իրանք ունեն։ Եթե Տիկին Վարդանյանը իր կարողություններով վերցնի իմ ընկալմամբ ավելի ճիշտ գաղափարախոսություն եւ ավելի ճիշտ փաստարկներ, նա կլինի շատ ավելի ֆանտաստիկ քաղաքական գործիչ։ Սա կոմպլիմենտի տեսանկյունից։ Տիկին Վարդանյան, երբ որ այստեղից ասում եք, որ ձեր ընտրությունը սպառնալիքին դիմագրավելն է, այստեղ ձեզնից առաջ ելույթ էր ունենում պարոն Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը այստեղից որպես բան տենց ոգեշնչող կամ գուցե օրինակելի փորձ ներկայացված, տեսնում եք, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները բարձրացնում են իրենց համար վիճելի կղզիների համար մասին գրություն եւ պատերազմ չի լինում։ Պարոն Մանուկյան, Տիկին Վարդան, հարգելի գործընկերներ, էտա դաշնակցության ուզածը, հասկանում եք, էտա դաշնակցության ուզածը, այլ մարդ թողեք բանա բարձրացնենք, պահանջա ներկայացնենք, էլի պատերազմ չլինի, բան չլինի։ Էտա, դա կոչվում է բան, տենց այն որ կա, չէ, կատվի դրախտ, բան, էս մի դրախտ, այն մի դրախտ, դաշնակցականի դրախտը էտա, որ ինքը կարա ուղղակի առանց որևիցե մի պատասխանատվության բանից ես դրոշակով բարձրացնի, որ էս մի բանը մերն է, այն մի բանը մերն է, վсё, էլ ավել բան պետք չի, էտա, այդտեղ ձեր երջանկությունն է, դա ձեր խնդրում եմ, պարոն Մանուկյան, ձեզ չեմ ընդհատել, էտա դա, կամ ասում եք, դե ասեք, Ռուսաստանը սպառնալիք է, թե սպառնալիք չի։ Տիկին Վարդան, ախր դուք իշխանություն եք եղել, իշխանության մաս եք եղել։ Ռուսաստանը Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել։ Դաշնակցությունը այդ ամբողջ ընթացքում այստեղ խմբակցություն է ունեցել։ Մահաբեր զենքեր է վաճառվել Ադրբեջանին 5 միլիարդի։ Բա հանրապետական խմբակցությանը, պաշտպանության նախարարին հարց պատասխանի ժամանակ, կամ ինչու՞ չէ ձեր կոալիցիայի անդամ գործընկերներին, ասեք, բա այդ սպառնալիք է, թե սպառնալիք չի։ Ասենք, կարելի էր այդ հարցը տալ, թե չէր կարելի այդ հարցը տալ։ Ես կարծում եմ կարելի էր այդ հարցը տալ, բա ինչ չեք տվել։ Որտեղ ինքնիշխան չեք եղել այն ժամանակ, այսինքն։ Ասում եք հիմա ինքնիշխան եք, կարող եք այդ հարցը տակ։ Այսինքն այն ժամանակ ինքնիշխան չեք եղել, թե դա որպես սպառնալիք չեք դիտարկել։ Բայց հիմա ասենք տնտեսական մի քանի ապրանքի սահմանափակումը դիտարկում եք պոտենցիալ սպառնալիք։ 5 միլիարդի զենքի վաճառքը սպառնալիք էր, թե սպառնալիք չէր։ Ձեզ եմ հարցնում հիմա Տիկին Վարդան։ Իմ համար ակնհայտ է, որ սպառնալիք է։ Ակնհայտ է, որ սպառնալիք։ Բա ո՞նց եք դիմագրավել այդ սպառնալիքին։ Ասեմ ոնց եք դիմագրավել այդ սպառնալիքին։ Ձեր եւ հանրապետական խմբակցության գործընկերները ասել են դա բիզնես է։
Այտենց եք դուք դիմագրավել այդ սպառնալիքին։ Հենց այտենց ասել են բիզնես է։ Ինչ կա բիզնես է, էլի։ Այդ ոնց որ մենք հիմա ենք ասում, որ ձկնաբուծությունը եւ ձկնամթերքի արտահանումը բիզնես է, դուք այտենց ասել եք 5 միլիարդ դոլարի մահաբեր զենքերի Ադրբեջան արտահանման մասին։ Դե այդ ինքնիշխանության ցուցիչ է, պարոն Հարությունյան, դա է ինքնիշխանության ցուցանիշը։ Պարոն Մանուկյանն ասում է, որ թուրքերը եկել էին լրագրողները Հայաստան, Արարատի մասին հարց չտվեցին։ Բա, պարոն Մանուկյան ջան, բա Չէ պետք է հարց տային, եթե ընդհուպ միջև ֆուտբոլի հավաքականի տարբերանշանի վրայից Արարատը հանվել էր։ Բա կներեք, բայց այդ ժամանակ ինչի թեմա չէիք սարքել, մեծ քննարկման։ Հա, կներեք, սարքել եք, հա, կներեք, հետ են վերցնում, սարքել եք, ճիշտ է։ Բայց ձեր գործընկերները հանել էին, պարոն Մանուկյան, բա ինչի պետք է հարց տային, եթե մարդիկ կոնկրետ ժեստ են տեսել։ Եթե այդ ժեստը չտեսնեին, բա կարող է եւ տային։ Ինչևէ, Սիրելի գործընկերներ, մեր քաղաքականությունը առավել քան հստակ է։ Առավել քան հստակ է։ Այո, մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ մարտահրավերներ, կապված եւ անմիջապես Հայաստանի հետ, եւ այնպիսի մարտահրավերներ, որոնք որ գուցե ուղիղ կապ չունեն Հայաստանի հետ, բայց աշխարհագրական դիրքի բերումով կարող է մեզ ամենամեծ վնասները հասցնել։ Օրինակ հիմա Ռուսաստանում ամենամեծ marketplace-ի այդ պահեստների ոչնչացումը Հայաստանի քաղաքականության հետ ակնհայտորեն որևէ կապ չունի, որտեղ Հայաստանը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ որևէ կապ չունի, ոչ էլ այնտեղի ծանոթություններով հարվածների հետ կապ ունի, բայց հայ տնտեսվարողները դրանից տուժում են։ Հազարավոր հայ տնտեսվարողներ դրանից տուժում են։ Ակնհայտորեն Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնֆլիկտը ակնհայտորեն մեզ համար սպառնալիք է, հարգելի գործընկերներ։ Ակնհայտորեն սպառնալիք է։ Հիմա ինչ եք առաջարկում որ անենք։ Մենք առաջարկում ենք, որ մենք մեր բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով։ Մենք պետք է ամեն կերպ ապահովենք մեր երկրի անվտանգությունը եւ կներեք, պարոն Մանուկյան, այն ինչը կարան իրանց թույլ տան Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները, իդեպ թե խաղադաշտում ֆուտբոլային տեսանկյունից եւ թե պաստառներ պարզելու տեսանկյունից։ Ճիշտ չի, որ իրանց թույլ տան Հայաստանի Հանրապետության կամ որևէ հանրապետության իշխանությունները, որովհետեւ ֆուտբոլիստները դրա պատասխանատվությունը չեն կրում։ Ֆուտբոլիստները կրում են նրա պատասխանատվությունը, որ դրանից առաջ շատ ու շատ վատ են խաղացել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ Բայց ինչևէ, բայց իշխանությունը կրում է նրա պատասխանատվությունը, որ այդ բարձրացրած պաստառի պատճառով հնարավոր է վաղը մարդ զոհվի։ Հնարավոր է սահմանին այս 2 տարուց ավել ընթացող խաղաղությունը, որ սահմանին զոհու վիրավոր չունենք, ընդհատվի։ Հասկանում եք, ու դրա համար այն ինչը կարա իրան թույլ տա մեսին, չեմ կարա թույլ տամ ինձ ես, պարոն Մանուկյան, եւ դա շատ լավ է։ Եվ ես հուսով եմ, որ դուք էլ կհասկանաք ու կընդունեք, որ ճիշտ չի, որ նույնիսկ ընդդիմադիր падգամավորը իրեն պահի ու իրեն թույլ տա այնքան ազատություն, ինչքան որ իրեն կարա թույլ տա մարզիկը, որովհետեւ պատասխանատվություն դուք կրում եք ոչ միայն ձեր, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ու այդ պատասխանատվությունը վերաբերում է ոչ միայն քաղաքացիների սոցիալական վիճակին, տնտեսական վիճակին եւ մնացածին, ինչը էլի շատ կարեւոր է, բայց եւ ուղիղ մարդկանց կյանքին, որովհետեւ այստեղից հնչեցրած արտահայտությունների կամ երկրի ղեկավարի մակարդակով հնչեցրած արտահայտությունների համար հնարավոր է կյանքով պատասխան տան մարդիկ, կյանքով պատասխան տան մարդիկ։ Վերջում անդրադառնալով պարոն Վարդևանյանին, հարգելի գործընկերներ, հազար ներողություն, բայց երբ որ ասում եք, որ պարոն Վարդևանյանը չեմ հիշում կոնկրետով էր գործընկերների, ճնշվածների եւ հետապնդվողների պաշտպանն է, ձեր ընկալումն է, կարա այդպես լինի, բայց այդ դեպքում մի այսպիսի հռետորական հարց է ծագում։ Ինչի են այդ հետապնդվողներն ու ճնշվածները մշտապես միլիարդատեր կամ միլիոնատեր։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար